Եթե խոսքը գնում է Եվրոպայի հետ սերտ հարաբերություններ հաստատելու մասին, լայնացնելու, խորացնելու հարաբերությունները Եվրոպայի հետ, ինչպես դուք լսել եք, ես եւ իմ գործընկերները տարիներով ասել ենք, որ դա պետք է արվի, մենք կողմ ենք, բացարձակ կողմ ենք, առանց հեքիաթ պատմելու, ռեալ գործողություններով։ Եվ ի դեպ այդ Եվրոպայի թեման առևանգելը, գողանալը եւ այս խմբի սեփականություն դարձնելը, դա էլ է հերթական սուտ։ Բոլոր Հայաստանի ղեկավարները ցանկացել են սերտ հարաբերություններ Արևմուտքի հետ, Եվրոպայի հետ։ Երրորդ նախագահի օրոք կնքվել է ՍԵՊԱ պայմանագիրը, որը ստեղծել էր մի մի օրակարգ, մի պլան, հա, ինչպես հիմա ասում են ճանապարհային քարտեզ, մոդայիկ բառ է, լայնացնելով, խորացնելով մեր տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ, առևտուրը Եվրոպայի հետ, որոշ ստանդարտները եւ քաղաքական ստանդարտները Հայաստանում եւ տնտեսական ստանդարտները մոտիկացնել, մերձավոր դարձնել Եվրոպայի ստանդարտներին, դա շատ ճիշտ ծրագիր էր, որը ստեղծվել էր երրորդ նախագահի օրոք եւ դրանից առաջ էլ անընդհատ ծրագիր կար եւ գործողություններ կային, որպեսզի ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Այսինքն այս թեման գողանալ եւ դարձնել ձեր սեփականությունը, այն էլ այն մարդիկ, ովքեր Եվրոպայի տեղն էլ չգիտեն եւ Եվրոպայի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն։ Դա ճիշտ չէ։ Ես կառաջարկեի օրինակ խոսել աշխատանքային վիզաների համար մասին, որովհետեւ Bez վիզաները իհարկե նրանք խոստանան, ինչ որ թղթեր կստորագրվեն, հետո բանակցություններ կգնան 5, 10, 15 տարի, դա շատ մեծ հարց է դա կլինի թե ոչ, եւ հետո նայեք թե ինչ եղավ օրինակ Բալտիկայի երկրներում, Լատվիայում, Լիտվանիայում եւ Էստոնիայում ինչ եղավ։ Լատվիայում կարծեմ 600,000 մարդ արտագաղթեց, Լիտվանիայում կարծեմ 500,000, դե թվերը տարբեր են, բայց մոտ 38% բնակչության արտագաղթեց եւ այդ երկրները դառան ծերանոց, երիտասարդությունը արտագաղթեց, արդյունաբերությունը փակվեց, աղքատությունը աճեց, գները աճեցին այդ բոլոր Բալտիկ հանրապետություններում եւ նրանք զրկվեցին իրենց բնակչության 40%-ից։ Դրա տեղը դա պետք է անել ավելի խելացի ձևով։ Օրինակ, նախ տնտեսական համագործակցություն, առևտուր, իհարկե Եվրոպայի հետ, պետք է ռեալ ծրագիր մշակվի, որ մենք հասկանանք իսկապես մենք ինչ կարող ենք վաճառել Եվրոպայում եւ Եվրոպան մեզ ինչ կարող է տալ։ Եվ հետո ես կառաջարկեի աշխատանքային վիզաների ծրագիր ստեղծել։ Օրինակ Ամերիկան Մեքսիկոյի հետ ունի դա կոչվում է H2A, H2B վիզաներ, այսինքն գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական աշխատանքների համար մեքսիկացիներին աշխատանքային վիզաներ են տրվում, որ նրանք գնան աշխատեն Միացյալ Նահանգներում լեգալ ձևով, օրինական ձևով եւ երբ ուզեն վերադառնան իրենց երկիր։ Եթե մենք կարողանայինք Եվրոպայի հետ բանակցել եւ աշխատանքային վիզաներ տրամադրել մեր բնակչությանը, դա կլիներ ավելի լավ, քան բեզվիզը, որովհետեւ նախ մենք չենք կորցնի մեր բնակչության 40%-ը, այն էլ ջահելությունը, արծես թե հերիք չէր, որ այսքանը կորցրեցինք։ Եվ երկրորդը այնտեղ գնալով նրանք ոչ թե գիշերները փողոց են սրբելու, մաքրելու Սիրիայի եւ Աֆրիկայի փախստականների հետ միասին, այլ լեգալ վիզաներ են ստանալու, աշխատանքային վիզաներ, Եվրոպայում աշխատանքներ անելու համար։ Եվ հետո երբ ուզեն կարող են վերադառնալ Հայաստան, ասենք մինչև հաջորդ սեզոնը։ Իմ կարծիքով դա կլիներ շատ ավելի ռեալ եւ պրագմատիկ ծրագիր եւ ժամանակն է, որ Եվրոպայի եւ Արևմուտքի հարցերով զբաղվեն մարդիկ, ովքեր պատկերացում ունեն դրանց մասին, ոչ թե ուղղակի այնտեղից փող են ստանում եւ այդ բոլոր ծրագրերը, եվրոպական եւ արևմտյան ծրագրերը ուղղակի գողանում են ուրիշ մարդկանցից, նախկին ղեկավարությունից, որպեսզի օգտագործել դա որպես ընտրակաշառք իրենց ընտրությունների ժամանակ։